որպես Սփյուռքի հետ կապերի մշտական ներկայացուցիչ, ինչ դիրքորոշում կարող եք հայտնել, ինչպիսին է այնտեղ մարդկանց վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ, որի ղեկավար օրինակ ազգային ժողովի ամբիոնից ոչ կառուցողական է խոսում, վիրավորական արտահայտությունները հնչեցնում եւ դա օրինակ լսում է հանրությունը, կապ չունի դրա հասցեատերը ով է, օրինակ ասենք, երբ որ падգամավորներին ասում է համբալներ, դա ինչ արտերկրում ինչպիսի դիրքորոշում է ձևավորվում։ Ուրեմն տեսեք, դուք որ ասում եք արտերկրում, Սփյուռքում, այնտենց բան գոյություն չունի, կան տարբեր համայնքներ, տարբեր անհատներ, տարբեր կազմակերպություններ, ամեն մեկն ունի իր մոտեցումը, ամեն մեկն ունի իր տարբեր այսպես վարկածները եւ քաղաքական նաեւ տեսանկյունները։ Ընդհանուր առմամբ նորմալ մարդիկ, երբ որ մեկ այլ անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններ ունենում, բնական է, որ բացասական է վերաբերվում, բայց դա վերաբերում է բոլորին։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանին։ Այդ թվում բոլորին։ Ուզում եմ ասել, դուք հիմա էլի քաղաքական հայտարարության տեքստով հարց տվեցիք, ես ձեր հարցին չեմ պատասխանում, որտեղ ձերը դուք մի ուղղություն եք տանում։ Չէ, ոչ մի ուղղություն չենք տանում, մենք դատապարտում ենք եւ ընդդիմադիրների վարկագիծը խորհուրդ տանում հայոյանքի մշակույթը, որը այսպես արմատացել է արդեն Հայաստանի քաղաքական օրակարգում։ Այդ դեպքում, եթե այդ է ձեր հարցը, մենք համամիտենք, որ միջին ստատիստիկայի մարդը, լինի դա Հայաստանում, թե լինի Սփյուռքում, բնականորեն դրականորեն չի նայում, երբ որ մարդիկ իրար հայհոյում են կամ վիրավորում են եւ այլն։ Օրինակ, երբ արտասահմանում դրսում ձեր Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված բողոքի ակցիաներ են վերջին անգամ երբ այդ մարդկանց մուտքը Հայաստան արգելվում է։ Այդ հարցին չեմ պատասխանի, ծեծված թեմա, հաջորդ հարցը։ Բայց մարդկանց մուտքը արգելված է Հայաստան։ Շնորհակալություն։ Մարդկանց մուտքը արգելված է եւ դուք եք վիրավորանավոր